Ողջույն սիրելիներս, այսօր անցնելու ենք մաթեմատիկա էջ 77, եկեք կատարենք բանավոր հաշիվ, շարունակելով մեկը մյուսին լրացրեք վանդակները, պետք է կազմությունը որոշենք, 7-ը կազմված է 4-ից և 3-ից, 9-ը կազմված է 3-ից և 5-ից, 8-ը կազմված է 5-ից և 2-ից, 6-ը կազմված է 2-ից և 4-ից, 5-ը կազմված է 4-ից և 1-ից, 7-ը կազմված է 1-ից և 6-ից, 9-ը կազմված է 6-ից և 3-ից, 10-ը կազմված է 3-ից և 7-ից, 8-ը կազմված է 7-ից և 1-ից, 10-ը կազմված է 1-ից և 9-ից, և վերջինը 9-ը կազմված է 9-ից և 0-ից։ Իդեպ այս գրիչը ջնջվող գրիչ է և ես գրելուց հետո կջնջեմ, իսկ դուք փոքրինքներս չփորձեք գրքի մեջ կատարել նման նմշումներ, դրա համար դուք տետր ունեք։ Հետո, որ թիվը որ վանդակում պետք է տեղադրի անին, որպեսզի յուրաքանչյուր քառակուսու 4 թվերի գումարը լինի 15, սրանք ասես կախարդական վանդակներ լինեն, և նրանց յուրաքանչյուրի գումարը վերջում դառնում է 15, տեսեք 15-ը մոխրագույն գույնով գրված է, այստեղ անին ձեզ ցույց է տալիս 4 թվանշան, 4, 6, 5 և 2, եկեք տեսնենք, այսինքն 8-ին կգումարենք 2, կգումարենք 0, ինչ կլինի, կստացվի 10, որպեսզի դառնա 15, այս վանդակում անից կվերցնենք 5 թվանշանը և կտեղադրենք այստեղ և կստացվի 15, 3-ին կգումարենք 3, կգումարենք 3, կստացվի 3-ին գումարած 3, 6, ևս 3, կստացվի 9, 9-ին ինչ գումարենք, որ ստանանք 15, 9-ին կգումարենք 6, կստանանք 15, այս մեկն էլ վերցրեցինք, 4-ին կգումարենք 4, կստանանք 8, 8-ին կգումարենք 3, կստանանք 10, կստանանք 11, 11-ին ինչ գումարենք, որ ստանանք 15, անին մեզ տալիս է 4 թվանշանը, 11-ին կգումարենք 4, կստանանք 15, և վերջինը 5-ին կգումարենք 3, կստանանք 8, 5-ին կգումարենք 3, կստանանք 8, 8-ին կգումարենք 5, կստանանք 13, և 13-ին կվերցնենք անից 2 թվանշանը, կգումարենք, կստանանք 15, և ուրեմն անին մտապահել էր 2, 4, 6 և 5 թվանշանները։ Փորձիր կռահել, եթե անին 2 ուլունք տա Աննային, նրանք կունենան 10-ական ուլունք, այժմ քանի ուլունք ունեն նրանցից յուրաքանչյուրը, եթե անին, տեսնենք այստեղ, սա Անի ուլունքներն են, սա Աննայինը, եթե Անին իր 2 ուլունքներից տա Աննային, եկեք տեսնենք, նրա մոտ ինչ կլինի, կպակասի, յուրաքանչյուրի քանի ուլունք կմնա, այստեղ Աննայի ուլունքները 2-ականով ավելացան, 10, գումարեցինք 2, ստացանք 12, իսկ Անի մոտ 2-ով պակասեցին, այսինքն 10 հանած 2 հավասար է 8, 1, կատարենք ստուգում, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, հիմա ունենք 10-ը, ավելացրեցինք 2-ը, 11, 12, և ուրեմն Աննան ունի 12, իսկ Անին ունի 8, երրորդ վարժությունը, 4, 5, 7, 14, 15, 18 թվերից յուրաքանչյուրը փոքրացրու 4-ով և կազմիր հավասարություն, եթե մեզ տրված է փոքրացնել 4-ով, այսինքն ինչ պետք է անենք, փոքրացնենք, կճեցնենք, հանենք, և ուրեմն կգրենք 4-ից հանած 4 հավասար է, դուք 4 հատ կոնֆետ ունեք, 4-ն էլ վերցրեցինք, ստացանք 0, 5-ից հանած 4 հավասար է 1, 7-ից հանած 4 հավասար է
3, 14-ից հանած 4 հավասար է, 14-ը կազմված է 10-ից և 4-ից, 4-ը հանեցինք, ստացանք 10, 15-ից հանած 4 հավասար է, կգրենք 1, 5-ից միավորից կհանենք միավորը, տասնավորը տեղափոխեցինք աջ հատված, 5-ից հանած 4, 1, ստացանք 11, և 18-ից հանած 4 հավասար է, էլի տասնավորը կբերենք աջ հատված, միավորը 8-ից կհանենք 4, կստանանք 4։ Չորրորդ վարժությունը, Վահեն այժմ 8 տարեկան է, քանի տարեկան կլինի նա 4 տարի հետո, եթե հիմա 8 է և պետք է ավելանա, չէ, մեծանա, չի ասում, քանի տարի փոքր կլիներ, եթե 4 տարի առաջ հարցնենք Վահեի տարիքը, այլ ասում է քանի տարեկան կլինի, այսինքն նա պետք է մեծանա, 8-ին կգումարենք 4, կիմանանք Վահեի տարիքը 4 տարի հետո, եկեք գումարենք, 8, 9, 10, 11, 12, Վահեն 4 տարի հետո կլինի 12 տարեկան, իսկ սա արդեն ինքներդ գիտեք, արտահայտության արժեքը պիտի հաշվեք 4-ին գումարած 5, 5-ին գումարած 5 և այլն, և մեկական օրինակ գրեք ներքևում, այսքան է սիրելիներիս։